Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես Արման Մովսեսյանն եմ Լոս Անջելեսից, այսօր կզրուցենք մարզիչ, սպորտսմեն Վահե Մարգարյանի հետ, Վահե ջան, ողջույն, ոնց ես։ Ողջույն Արման ջան, շատ լավ եմ, դու ոնց ես։ Լավ, ես համ հեսա կզրուցենք, համ մի քանի կարևոր ինֆորմացիա մեզ դիտողներին կփոխանցենք։ Մենք երկար չենք շփվել իրար հետ, մենք երկար տարիներով որ տենց ասեմ ընկերություն ենք արել, սուտ կլինի, մենք կարճ ժամանակ ենք իրար ճանաչել ու համ էլ առիթ է, ես ուզում եմ համ ինձ պատմես, համ մեզ դիտողներին ոնց է սկսվել քո մոտ, որտեղ ստարտը տվել, որ ջիմն է եղել, ոնց ես մտել ընդհանրապես այս ասպարեզը։ Արման ջան, ճիշտ է որ ասեմ, մոտավորապես արդեն երևի 12-ից 13 տարի է ես զբաղվում եմ այս սպորտաձևով։ Ստարտը ոնց եմ տվել, իրականում ես նպատակը չեմ ունեցել այսքան խորանալու, ինչքան որ խորացել եմ։ Ուրեմն համալսարան ընդունվելուց սկսեցի պարապել, զուտ ուղղակի սիրողական։ Հետո դե գիտես, ինձ լավ գիտես, այդ տարիքում փոքր 17 տարեկանում ինչ ձև ես դու աճում։ Ու պետքա փաստեմ այն հանգամանքը, որ շատ անգրագետ մոտեցում եմ իրականում ցույց տվես կրոնական շրջանում, գիտես, այն ժամանակ սեն զարգացած չէր, որ շատ հարցեր։ Ջիմը մեր մոտ էր, ստեղ մեր թաղամասում, հա Կվարտալում, Աջափնյակում, տենց ինքը հին ջիմ էր։ Բայց ոնց որ ասած, սկսեցինք այդ ջիմում պարապել ու իրականում ամենասկզբում սկսել եմ ինքս տունը պարապել, հետո արդյունքը ստանալով գնացել եմ ջիմ, ջիմը տենց հայտնի ջիմ չէր ինքը, որ ես հիմա ասենք տենց հայտնի ջիմ էր, չես իմանա այդ ջիմը։ Սկսել եմ այդ ջիմում պարապելը ու ասենք անընդհատ իմ վրա ռեզուլտատը ոնց որ տենալով սկսել եմ արդեն ավելի խորանալ, ավելի ուսումնասիրել ու փորձել գնալ ավելի հեռուն, որովհետև ամիսա վրա ես իմ վրա մի հատ էական տարբերություն էի տենում։ Ու ոնց որ դա եղավ իմ մոտիվացիան, որ ես չթողեմ ջիմի, հա։ Ու տենց Արման ջան, սկսեցինք արդեն ավելի խորացված, ավելի գիտական, ավելի ճիշտ ձևով մոտենալ, ճիշտը որ ասեմ, շատ անգրագետ ձևով ենք պարապել առաջին մի տարի։ Դե բոլորս ենք այդպես եղել, բոլորս ենք այդպես եղել, այդ ոչինչ։ Ես խեմ շատ ուզեցել քո հետ մի հատ այս հանդիպումը կազմակերպեմ, Վահե ջան։ Նայ, պրոպորցիաները, քո կազմվածքը, կառուցվածքը ինքը դե չհասկացող մարդը կարող է այտենց շատ ուշադրություն չդարձնի, բայց ուզում եմ ստերոիդների մասին մի քիչ խոսանք, էլի, քիմիա անող, չանող, որքանով անող, որքանով չանող, դե մի քիչ որ հասկանում են, որ կամ չես արել ընդհանրապես, կամ եթե արել ես շատ չի եղել այդ բաները, որովհետև դա երևում է, չես կարա մեկա թաքցնես, մեկա երևալու է, մարդը գտնելու է այդ բանը։ Շատ ճիշտ բանը, չափերը պահել ես, հետաքրքիր է, դու տենց չի, մեջը ցանկություն չի եղել, որ անես մի հատ տենց, մի հատ գմփսնես, մի հատ տենց հասնես քո ուզածին, որ տենց Արման ջան, ճիշտը որ ասեմ, շատ դեպքերում ինձ այդ հարցը տվել են, թե ես օգտագործում եմ ստերոիդներ, թե չեմ օգտագործում։ Պետք է անկեղծորեն ասեմ, որ չեմ օգտագործել։ Իրականում ես ոչ միտեղ խաբելու բաներ չեմ տեսնում, որ օգտագործողը միշտ կան չէ, տենց ասում են չենք օգտագործել, բայց կասել քեզ զգացում եմ, որ ինքը ֆակտ օգտագործել է։ Երբեք չեմ օգտագործել, չեմ թաքցնի, ինչ որ ժամանակներ եղել է, ինձնից լավ գիտես, բայդակ ոնց որ ավելի երիտասարդ տարիքում ուզում ես օգտագործես, բայց միացած բնավորության գիծ միշտ ունեցել եմ, ոնց որ ուսումնասիրել եմ հետևանքները եւ այլն, ու որոշել եմ, որ չէ, պետքա հեռու մնամ ես այդ ստերոիդներից ու իրականում էլ արդարացված չի եղել իմ համար միշտ այդ ստերոիդները անելը, չգիտեմ, ինչ որ եթե չես նայում դու իրան շատ հեռու ես հալու Արավել եւս էլ քո արդյունքը արդեն դու շոշափելի տենում ես, իրականում չեմ էլ ցանկացել անել, ու միշտ թե իմ պարապողներին, թե այն մարդկանց, որ իրանք ուզում են սկսեն ստարտը տալ այդ ստերոիդները օգտագործնելու, երբեք էլ խորհուրդ չեմ տվել, ու երբեք էլ խորհուրդ չեմ տա, որովհետեւ ճիշտն ասած Արման ջան, պետք է փաստենք հիմա դու ապրում ես Միացյալ Նահանգներում, ինձնից լավ գիտես, թե ինչ ձևով են այդտեղ վերաբերում ստերոիդներին, ինչ բժիշկներ կան, ինչ էնդոկրինոլոգներ կան, թե ինչ ձևով են իրանք մոտիկանում ստերոիդներին, ու ինչ ձևով են մոտիկանում Հայաստանում այդ ստերոիդներին։ Ես միշտ այդ ասել եմ նույնիսկ օգտագործող մարդկանց, որ եթե դուք ուզում եք օգտագործեք ստերոիդներ, պետք է պարտադիր լինեք բժիշկների վերահսկողության տակ։ Հետո ստեղ ճիշտ ասած Արման ջան, այն ժամանակ
նոր է սկսում զարգանալ, գոյություն ունի, ինձնից լավ գիտես, ասենք էնդոկրինոլոգ ու սպորտային էնդոկրինոլոգ։ Մեր Հայաստանի էնդոկրինոլոգները մի քիչ այդ սպորտային բանից այդքան էլ մոտիկ չեն։ Տարբերվելու, ամեն դեպքում տարբերվելու։ Տարբերվելու է։ Միանշանակ խորհուրդ չեմ տվել ոչ մեկին ու խորհուրդ էլ չեմ տա անելու։ Ես ստերոիդների օգտագործումը պատկերացնում եմ, հասկանում եմ մի ժամանակաշրջանում, երբ որ չգիտեմ, դու արդեն 35 ես, 40 ես, անում ես զուտ ուղղակի քո երիտասարդությունը պահելու, քո առողջությունը տեղը պահելու համար։ Մյուս բնագավառներում խորհուրդ չեմ տվել ու խորհուրդ չեմ տա։ Ես ինքս էլ չեմ օգտագործել երբեք ու ցանկություն չունեմ օգտագործելու, որովհետև չգիտեմ, ես Աստծուն փառք, եւ իմ ուժային տվյալներից չեմ նեղվում, եւ իմ կազմվածքից չեմ նեղվում, ու ինձ թվում է, որ մարդը եթե ցանկություն ունի, այսօր բոլոր, ասենք, այդ սպորտային ծնունդի հավելումներն էլ կան, որ քեզ թույլ են տալի դու բնական ձևով հասնես քո նպատակներին։ Այնց էդ էլ ուզում եի ասեի, որ տես շատերին թվում է, որ հնարավոր չի, իհարկե, տենց մեծ չափսերի, մեծ արդյունքների չի լինում այտենց, չի լինում առանց խտանիշների, ստերոիդների, բայց մի ահագին տեղ կարելի է գալ, ահագին չափի կարելի է գալ, պետք չի շատերի մոտ է նստած, էլի այդ բանը, որ ադե ոչի բան չի փոխվելու, չէ, օրինակ աղջիկներին, որ նայում ես, իրանք դե աղջիկների ու տղաների մարզումը տարբերվում է, որ աղջիկների մոտ, երբ որ ստարտը տվեց, ինքը որոշեց մարզվել, ինքը մարզվելու է չնայած ամեն ինչի, եղանակը չի խանգարի, ոչ բան իրան չի խանգարում, եթե ինքը պարապմա, օրինակ տղաների մոտ կարող է ասի, լավ, այսօր զբաղված եմ, տեղ ունեմ գնալու բան, աղջիկների մոտ այդ հետևողական, consistently, որ ստեղ ասում են հետևողական, որ ասում է, եթե ջիմը վատ ջիմ է, եթե մարզիչ չկա, բայց դու սիստեմատիկ, հետևողաբար աշխատում ես, ճիշտ սնվում ես, ահագին փոխվում է, չեմ ասում դառնալու են ես ինչ, բայց այդ քո կառուցվածքը շատ ճիշտ կառուցվածք է, որ կարաս հասնես դրան, իսկ դե եթե նպատակ ունեն, հա, պրոֆեսիոնալ մրցումների բան, գործն է, ամենակարևորը գիտես ինչն է շատ գնահատվում, որ այս փորի հատվածը կարանաս մաքսիմալ փոքր պահես, այդ տալիայի հատվածը, այս որովայնի հատվածը, կարանաս փոքր պահես, ու այդ քո մոտ շատ լավ է ստացվում, ես քո մոտ այդ եմ միշտ առանձնացրել, որ պետք չի վերևը տենց հասնել, բայց որ էս էլ մեծանա, դու պետք է կարանաս այս ստամոքսի հատվածը, փորի հատվածը, ու ցավոք այդ ստերոիդները էդ էլ են մեծացնում, ցավոք չի լինում, որ տենց իդեալական մնա, դրա համար հիմա այս Mr. Olympian բանը, այդ թեման շատ է քննարկվում, ստեղ այդ թեման ամեն օր է երևի քննարկվում, որ կարծում եմ երևի տենց չանեն, որ չմեծանա։ Ու ասած այդ մեծ փոքր տալյան, դա Արնոլդ Շվարցենեգերի մոտ ստացվի բան։ Հիմա էլի հետ են գնում դրան, այդ կլասիկ բոդի բիլդինգը, այդ նատուրալը, չգիտեմ, մեծ ֆիզիկը, ամեն ինչ անում են, որ կարողանես որովայնի հատվածը չմեծանա, հնարավորինս փոքր պահեն։ Ու նպատակը պետք է ավելի շատ, ընդհանրապես գիտես, չէ, ոնց մարզումները ոնց է, որ ասում եմ ինչի վրա աշխատեն, օրինակ որ նայում ես ինչը խորհուրդ կտաս ես պարապեմ, պիտի հանեցիր մայկան, հայլու մեջ նայում ես, որ հատվածը առաջինը, որ ներվերիդ ազդում է, առաջինը, որ քեզ նյարդայնացնում է, հենց էդ էլ պետք է աշխատես, փորը տալու պետք է փորի վրա էլ աշխատես, իհարկե սնունդով ամեն ինչով այդ ամեն ինչը։ Արման ջան, նախ արի մի հատ ինձնից հաստատեցի դու ոչ մեկի համար է գաղտնիք չի, որ Հայաստանում ամենազարգացած, ամենագիտական մոտեցում ցույց տված ֆիթնես բնագավառի մարդկանցից ես ու իրոք ճանապարհում ես անցած, որը հարգանքի արժանի է։ Արի փաստենք մի հատ շատ կարևոր հանգամանք, որ միշտ չի, որ գեղեցկությունը չափերի մեջ է։ Այսօր բոլորը ձգտում են, հա, մեծ չափերի, բայց շատ չափերը անցնելը դա արդեն իրոք արդեն տկեղության է գալի, էլի։ Մենք կարող է ինչ-որ մասնագիտական մարզչական աշխով նայենք, գնահատենք, հասկանանք, թե ինչքան ինքը չարչարանք է դրել այդ չափերին հասնելու համար, բայց այս մարզչական բանից դուրս մարդիկ ժողովրդական ձևով ասած այդ ամեն ինչին պերևոր են, հա, նայում sense, որ ռուսեր են օգտագործում։ Դրա համար պետք չի ինչ-որ կենտրոնանալ չափերի վրա։ Դու շատ ճիշտ նշեցիր, որ կարևորը ստեղ ունենալ
էսթետիկ համաչափ մարմին, օրինակ չգիտեմ, բոդիբիլդինգի մրցումներում իհարկե այդ շատ մեծ բալեր են տալիս բոդիբիլդինգի մրցումներում այդ համաչափությանը։ Հենց այսօր մի երկու ժամ առաջ ջիմում մի հատ տղա էր պարապում, շատ խոշոր, էլի շատ տենց մոշն ինքը տենց ու էլի ինքը աշխատում է մեծացնելու վրա բան դե փորով բան։ Հետո տենց խոսացինք, դե պարապող մարդիկ լեզուն հեշտ ես գտնում, շփվեցինք, ասում եմ, լսի, ասում եմ, չես ուզում մի քիչ ընդգծես, էլի, մի քիչ քաթ անես, մի քիչ ռելիեֆ ստանաս։ Ասում եմ, հա, իհարկե, ասում եմ, հեսա մի քիչ էլ, դրան չափս չկա, էդի կազինոյի մասես, լավ, հեսա, վсё, էդի էլի ես ուզում, էլի, մի հատ էլ, դրան ասեմ, լսի, այտենց հասնելու է թևերդ 60, 65, էլի ասելու ես, մի քիչ էլ, հիմա ասում եմ, ստոպ տուր, դու որ ընդգծում ես, ինքը վիզուալ ավելի մեծ է երևում, միշտ ռելիեֆնին մեծ է երևում, ժամանակ կար, ես պարապում էի, իմ ձեռն էլ էր 42 սանտիմով, մի հատ պարսիկ տղա եկավ, իրան էլ էր 42, որը նայում էի, ասում էի, թևը ինչքան է, չափում էինք նույն չափսն էր, բայց իրանը Որտեվ ռելիեֆնի էր, շատ մեծ էր երևում, երկու անգամ մեծ էր երևում։ Կարելի է ճիշտ կազմվածք, որ բռնում ես, լրիվ ուրիշ ձև է նայվում, լրիվ ուրիշ։ Միանշանակ, ես քո հետ միանշանակ համաձայն եմ ու էդի գիտես ոնց, թե չգիտեմ, հիմա որ դու օրինակի համար խոսած, ահա մենք բոլորից եմ ասում, որպես մարզիչ ուրիշ ձև ենք։ Հիմա կնոջդ հարց տաս, ասես, էս մարմինն է սիրուն, թե էս նու աղջկա, չէ, մեր ասենք քուրերին, մեր ընկերներին հարցնենք, ոչ մեկ այդ մեծ մարմինները չեն ողջունում։ Դրանք արդեն պրոֆեսիոնալ բնագավառներ են, Արման ջան։ Ու միշտ մենք որպես մարզիչ պետքա մարդկանց ցույց տանք, հա, մեդալի մի կողմն էլ, մեդալի մյուս կողմն էլ։ Ցավոք սրտի այսօր ցուցադրվում է մենակ մեդալի մի կողմը։ Այդ ստերոիդների մեջ ցուցադրվում է մենակ արդյունքը, բայց թե մեդալի մյուս կողմը ինչա, օրեկան քանի օքի է մահանում ստերոիդներ օգտագործողներն են, մենակ խոսում են այդ ուժերից արդյունքից, բայց հետ այն բաբոշնի էֆեկտներից ոչ մեկ չի խոսում, չգիտես ինչի։ Այ ես էլ չեմ ընդունում։ Ես ինչի եմ ուզեցել հենց քո հետ խոսանք, որովհետև դե ծիծաղալու է, էլի ես չեմ ընդունում, որ նայում ես այդ մարդը ֆակտ հաստատ անում է, բայց խոսում է, որ սենց այ էսի կերեք, հետո էսի կերեք, հետո պետք է պարապեք, աղբեր ջան, ոչ մեկ չի կարա ոչ մի ձև ուտելով, ոչ մի ձև պարապելով, այտենց մարմին ունենա։ Այդ իմ համար էլ հասկանալի։ Կարա ունենա, էլի շատ սիրուն կազմված, բայց որ դու գալիս ես, այտենց դեղարած ու խոսում ես, չէ էլի, դա ճիշտ չի։ Բան են անելու, հասկացողը հասկանում է, մի անգամ ես նայում հասկանում, բայց չհասկացողը խափնվում է։ Ես իմ մոտ եթե ինչ-որ մի բան հաջողություն է ունեցել, իմ գաղտնիքը էդ է, որ ես չեմ խափել երբեք։ Ես պարզ ասել եմ, աղբեր ջան, էսի սենց է, չեմ խափել, չեմ ասել, արի մի ամսում քեզի գիտես ինչ, չի լում տես բան, ասել եմ, արի մի տարի ժամանակ վերցնենք, մի տարի պարապենք, տեսնենք ինչքան կփոխվի։ Ավելի շուտ էլ է փոխվում, ավելի զարմանում են, բայց ես չեմ ուզում ասեմ, արի մի ամսում քեզ գիտես, սենց կուբիկները տամ, տենց չի լնում, մի ամսում տենց կարամ ուղղակի ֆլոմաստերով նկարեմ փորիդ վրա կուբիկներ։ Դե Արման ջան, դες սկզբանե էլ քեզ դրա համար ասեցի, դու դրա համար էլ տարբերվել ես քո այդ մոտը։ Խափելը ճիշտ չէ, էլի։ Հիշես, դու միշտ բերում ես, ասում ես, մեր գործը իրանից 4 հատ բան է, հա, ոնց որ բան անում, լավ մարզիչ ու ամենակարևորը նշում ես միշտ հոգեբանություն։ Ազդում են, իրան գալիս են, տենց մեկ գիտես, եթե ես այս թեմայի մեջ չեմ, ես էլ կխափնվեմ։ Այնց համոզիչ են խոսում, որ կարող է ես էլ խափնվեմ, ասեմ, հա, դե բեր էսի անեմ, տենց չի, էդի խափելա, ինստագրամում տես բաներ է բերում, որ այս կարտոշկեն ասում, կարտոֆիլը ծակում ես, մեղրը լցնում ես, սենց վարդի բանը դնում ես մեջը, դնում ես հողի մեջ ու վարդը սենց ծաղկում է։ Այտենց արեցի, վարդը չորացել էր, կարտոշկե, լավ տես սաղ ծաղկել էր։ Տես լրի թարս է հաճում, տես չի լինում, էլի, մի քիչ հեքիաթները շատ են հեքիաթ պատմում, ես քեզ շատը դրա համար եմ գնահատում սիրում, որ չես
ուզում ինչ-որ մեկին ցույց տաս, ապացուցես, ընդհանրապես դրան հասնելու համար տարիք է պետք, մեծ տարիքում են, պետք է դու ավելի շուտ ես հասել այդ վիճակին, շատ մալադեց, չէ, իսկականից։ Հիմա ասա ոնց է պարապմունքները, շաբաթը քանի օր ես պարապում։ Այս բայ Արման ջան, պարապմունքներից ծրագիրը 4 անգամ է։ Մկանային խմբերը բաժանել եմ 4 անգամ եմ պարապում ու փորձում եմ գրաֆիկս մի քիչ ոնց որ ասած ծառաբեռնված է, փորձում եմ գոնե շաբաթվա կտրվածքով 2-ից 3 անգամ էլ կարճ մարզումներ անեմ։ Իրականում առիթել եղել է շատ կուզենամ որ խորհուրդ տամ մարզվողներին, թե իմ մարզվողներին, թե որ մեզ լսում է թեկու մարզվողներին, անպայման իրանց շաբաթվա կտրվածքով մարզումների մեջ ներառեն կարճ մարզումները, որտեղ կարճ մարզումներին ես շատ եմ նկատում այսօր Հայաստանում, դու էլ նկատած կլես, ասես մատերի արանքով են նայում, բայց իրականում կարճ մարզումները մենք օգտագործում ենք մենակ այն ժամանակ, երբ որ մենք նիհարելու խնդիր ունենք, բայց դա իրականում այդպես չի։ Քաշ հավաքելու ընթացքում էլ դու պետք է օգտագործես կարճ մարզումները, որովհետև մենք քեզ բերում է առողջության, թե բերում է արագ նյութափոխանակության մի խոսքով շատ կարևոր բաներ է տալիս կարճ մարզումները։ Փորձում եմ կարճ մարզումներ էլ ներառեմ։ Հիմա այս պայդրության պարապում եմ 4 անգամ Արման ջան, որտեղ է ծրագիրս։ Դու եղանակներ կարող ես ակել նույնիսկ 3 անգամ։ Հա, 4-ը շատ լավ է, այդ կարճ մարզումների պահով շատ ապրես։ Հլարի չի եղել խոսամ, բայց այդ շատ կարևոր է, գոնե շաբաթը մի օրը դա չի քննարկվում, էլ ինքը պարտադիր բան է։ Մի հատ սրտաբան մարզվող ունեի, որ խոսացի այդ թեմայով, զարմացել է, ասում ամենակարևոր մկանն է, սրտա մկանը, որ չի երևում, բայց ամենակարևոր մկանն է։ Առանց դրա ոչ մի արդյունք չի լինում, ամեն ինչը դանդաղումա չես հասնի ոչ մի բանի։ Պիտի այն ամրացնես, որ կարողանաս կուզենաս քաշկը գցես, կուզենաս մկանային զանգված կավելացնես, բայց սրտամկանը շաբաթը մի օր։ Օրինակ ստեղ հենց 2 օր առաջ որ խոսում էի, մի հատ ուժեղ մարզիչ կա էլի հետը խոսում էի, ասեց պարտադիր չի որ բան կարդիո զոնա գնաց, չգիտեմ, հեծանիվ, այդ թրեդմիլը վազքողին բան, պարտադիր չի։ Կարաս բոքս անես, կարաս լողանաս, ցանկացած կարդիո աշխատանք։ Իհարկե, Կարաս ձիավարության են գնում, կարաս գնաս ասում ձիքշելու, այնքանով ինչ որ կարդիո շարժում լինի, թենիս խաղաս, դե հայկինգը ստեղ շատ ընդունված է, Բարսելոնում են սարը, ցանկացած կարդիո բան, շատ կարևոր է, համաձայն եմ, շատ կարևոր է։ Իսկ կարաս մի բան էլ խորհուրդ տաս, այս մի քանի եթերների ժամանակ խոսում ենք բանի մասին, նիհարելու էլի, որ դե այնքան շատ է այդ որ տենց բա ոնց անենք, չեմ կարող նիհարեմ ու այդ բաներն էլ խորհուրդներն էլ գնա գալիս են, բացում ես Instagram-ը, սաղ պրոֆեսոր են, էլի, սաղ տենց անենց խորհուրդներ են տալիս։ Ես ուզում եմ համառոտ, մի հատ սենց մարդը չի կարող նիհարի, ինչ, օրինակ քո ասենք կարծիքով էլի ինչ անի, լավ ստարտը որ դուց ինչ անի առաջինը, էդ էլ ասա։ Նախ Արման ջան, միշտ չեմ հասկացել մարդկանց, որ օրինակ իրանք ասում են մենք չենք կարող նիհարենք։ Ես շատ ասենք տենց ծայրահեղ դեպքերում, որ մարդիկ չեն կարող նիհարեն, ասենք էլ տարբերակ չկա, ու արդեն որ մարզվողը խոսում ես, վստահ ես ելնը, որ ինքը չի խաբում քեզ, որովհետև 99.9%-ով խաբում է, այսինքն եթե մարդը չունի հորմոնային խնդիր, հորմոնային շեղումներ, ինքը չի կարող չնիհարի, սենց քեզի ասեմ։ Ամենակարևոր բանը նիհարելու համար ինձ թվում է այդ թեմայով արդեն այնքան է խոսացվել, որ էդի արդեն չգիտեմ, սենց սպիտակ սևով սպիտակի վրա գրած է, էդի ճիշտ բալանսավորված կալորիաներ են, այսինքն մարդը այդ ընթացքում պետք է լինի դեֆիցիտի մեջ։ Ու ճիշտ մարզումներ պետք է անի, տես ախր այդ այն թեման է, որ ինչքան խոսած, մարդիկ այսօր մտնում են ինչ-որ նիհարելու պրոցեսի մեջ, չգիտեմ, իրանց այնքան գրագետ ճակերտավոր մենք մարզիչներ ունենք հիմա, մարդկանց չեն թողում ուժային մարզումներ անեն նիհարելու շրջանում, մարդկանց չգիտեմ, կալորիաներից կտրում են, ճիշտ չեն կարողանում բաժանել, բաշխեն այդ ճարպերի, ածխաջրերի ու սպիտակուցների բալանսը, ճիշտ մարզումները չեն կարողանում տան մարզվողների, հետո այդ մարդը տենում է, որ ռեզուլտատ չունի։
Բայց ուրիշ տարբերակ կա, որ մարզիչների հետ օրինակի համար աշխատում են, բայց մարզիչներին խաբում են։ Հաստատ ես վստահ եմ դու էլ ես այտենց բանի, դու խոսում ես իր հետ, մեկ էլ բարձվում է, որ օրվա ընթացքում դե օրինակի համար նա փոքր սնիկերս կեր։ Այդ մի հատ ինձ ինչ պետք է աներ։ Դե մի հատ օրինակի համար բան չեմ, քաղցր չեմ կերել, մեկ էլ իրի գունը օրինակ միրգ եմ կերել, այտենց եսին բան չեմ արել։ Հասկանում ես, որ այս մարդու հորմոնային ֆոնը օրվա ընթացքում տատանվել է։ Այս մարդը իրան թվացել է, որ օրինակի համար չի ուտում, հա, խմոր, չի ուտում օրինակի համար, չգիտեմ, քաղցր, բայց այնքան վատ բաներ ա կերել, որ չգիտեմ, իր օրվա նորմայից 1000 կալորիա արդեն ինքը բարձրացել է ու ինքը ակնկալում է ռեզուլտատ, իհարկե չի ունենա ռեզուլտատ։ Այդ ամենաընդունվածը այն որ կողմն ասում լավ ես մեծ կոնֆետի ինչ պիտի, լավ ես մեծ այդ գաղափարախոսությունը միշտ թվում է բոլոր մարզիչների մոտ, բոլոր իրանց պարապողները տեղել է։ Այս մի փոքր ինձ ոչ մի բան չի անի։ Ես ամեն ինչ սկսում եմ այդ փոքրից։ Որովհետև այդ եթե դու ասենք չես կամ չգիտեմ այդ 2-3 ամսվա մեջ քեզ զիգ բայես, այդ փոքրից արդեն քո մոտիվացիան էլ է կորում։ Հետո այդ փոքրը միշտ չի որ փոքր, այդ փոքրը այնքան մեծ կալորիաներ է բերում։ Արման ջան, միանշանակ իմ խորհուրդը լինելու է այն, որ նախ պարտադիր հնարավորինս շատ փորձեն այդ ընթացքում էլ, չգիտեմ, քաշավակելու ընթացքում էլ աշխատեն գրագետ մարզիչի հետ, ունենան բալանսավորված սնունդ ասվածը մի հարելի ժամանակ մենակ այնչի որ գտնվեն դեֆիցիտի մեջ։ Ինչքան էլ գտնվեն դեֆիցիտի մեջ, ճիշտ բացված լինի իրանց մոտ թե սպիտակուցները, թե ճարպերը, առողջ ճարպերը, թե ածխաջրերը ճիշտ ժամով ու պարտադիր իրանց ընդակարգի մեջ ունենան բջջանյութերը, պարտադիր էտի։ Խմեն հեղուկ, ճիշտ օգտագործեն հեղուկ, ու այդ հեղուկին էլ կուզենամ անդրադառնամ, հա մարդկանց օրինակի համար ասում ես, եթե դու մի հարում ես, օրինակ չգիտեմ, պիտի օգտագործես օրական 2-ից 2.5 լիտր, ու իր քաշին համապատասխան հեղուկ, չի օգտագործում ես մարդը, մեկ էլ իր այդ խոսում ես, սկսում է դե չայ էի խմում, մեջը կա, չէ, մենք խոսում ենք մաքուր ջրի մասին, որ այդ ընթացքում ինքը պարտադիր այդքան հեղուկ օգտագործի։ Ու ունենա ֆիզիկական ակտիվություն, պարտադիր ֆիզիկական ակտիվություն։ Ու ինձ լավ գիտես ֆիզիկական ակտիվություն, ոչ թե ասենք, չգիտեմ, հելնի քայլի ուղակի, մի քիչ ավելի ճիշտ ճայր այրման համապատասխան սրտի պուլսացիայի մեջ։ Այո։ Ու ամենակարևորը չբացառվի իր այդ միահարելու process-ի մեջ ուժային մարզումները։ Եթե բացառվեց ուժային մարզումները, ինքը sense անիմաստ միահարելու է ու կորցնելու է իր էսթետիկությունը։ Դու շատ ճիշտ ես ասում, են ամենասկզբից շատ ճիշտ ես ասում, որ եթե հորմոնալ խանգարում բանտես պրոբլեմ չունի, ուրեմն մի բանը ճիշտ չի անում, էլի, օրինակ ճիշտ չի անում, ուրիշ տարբերակ չկա։ Ասում են, ինձ որ ասում են, ուզում եմ ու հաստատ կարաս ինձ խոսք տաս, գարանտիա տաս, որ հաստատ ես, ասում եմ մենք պիտի ուրեմն միասին ապրենք։ Մի շատ ճիշտ օրինակ է։ Ուրիշ տարբերակ չունեմ, ես պիտի տեսնեմ դու գիշերը վեր ես կենում ու ինչ ես ուտելու գիշերը։ Պիտի մի սենյակում մի հատ հյուրանոց պիտի լինի կամ կողքից մի համար պիտի լինի, որ ես մի ամիս, 2 ամիս առավոտ պարապայենք իրիկուն ու սենց թե չէ ուրիշ տարբերակ չկա, ուրիշ չեմ կարես խոսք տամ, հետո դու գնաս տանը չգիտեմ ինչ ես ուտելու։ Դες չի լինում։ Բայց դե ամեն դեպքում միանշանակ, պետք է մենակ տես հիմա սննդաբանը տանմա դեպի սննդաբան, մարզիչը բերմա դեպի պարապոնք, բայց այդ սաղ կոմբինացված սաղ միասին մի գործ է, էդի համ պիտի սնունդը հետևես, համ պիտի մարզումներին, համ թթվածին, էդի ու պահես, ճիշտ պահես, մի բանը անելով չի լինում, կամ եթե լինի է, դա շատ տգեղ է լինելու, եթե մենակ տենց չուտելով կամ առանց մենակ դիետայով իջնես, այդ սիրուն չի լինելու, պետք է համելնից անես, որ օրինակ որ ասում են, այսօր հենց ասում են, իմ քաշը ինչքան պիտի լինի, որ օրինակ ճիշտ լինի, իմ համար ճիշտ քաշ չկա, իմ համար հայելի գոյություն ունի, շոր գոյություն ունի, դու ինքնին գոյություն ունի, պիտի տեսնես դու քեզ ոնց ես հավանում, ոնց ես քեզ լավ ես զգում, վատ ես զգում, քաշի դու կարաս նույն քաշի մեջ, նույն ասենք աղջիկա կարա 55-60 կիլոգրամի մեջ անես տրանսֆորմացիա լինի, ճարպը գնա մկանը գա, կամ նույն տղան կարա 80 կիլոգրամի մեջ անես մի հատ փոխվի, որ էլի քաշը մնա նույնը, բայց լրիվ ուրիշ մարդ դառնա։ Կշերքը իմ համար ամենասխալ, ես չեմ ընդունում կշերք, էլի, կշերքը կարաս ուղղակի կշռվես հասկանաս աճ ես տալիս, թե իջնում է, բայց
դու ճիշտը սանտիմետր, հայելի ու շոր, այդ 3 ինդիկատորն է իմ համար։ Իրականում դու հիմա շատ ցավոտ թեմայից ես խոսում, Արման ջան, որտեվ այս հարցով կարելի է ասել մի քիչ կարելի է պարապողներին, մարզվողներին չմեղադրել, ավելի շատ կարելի է մեղադրել այն մարդկանց, որոնք իրաց մարզիչ են համարում ու որոշակի, ասենք մենք էլ ենք հա գումարի դիմաց աշխատում, ճիշտ է, բայց մենք պահում ենք էլի այդ կարմիր գծերը։ Մարդիկ այսօր մարզիչ են գումարի համար, ասենք մարդկանց մոտ ունենց հեղաթուր բաներ են մտցնում, չգիտեմ, օրգանիզմից ջուրը հանում են, հողեղուկը հանում են, քո ասած այդ կշերքը ցույց են տալիս, մարդը արդեն ասում է, հա, կշերքով տեսա եմ ռեզուլտատը, արդյունքը տեսա, շատ լավ մարզիչ են, կար ժամանակում 15-20 կիլոնի հարացրեց, չի էլ հասկանա, որ ինքը ինչքան ճարպ ուներ, այդքան ճարպ էլի ունի, ընդհանրապես է չինի հարել, հա ինչ-որ մի բան մի հատ շոր հակավ տեղ գնաց, բայց ինքը էլի նույն չաղ գեր մարդն է, այդի հեղուկը վերցրել է, ամեն դեպքում խաբել չի կարելի, տարիներ հասնելու, այս բանը կարող է ասել շնորհակալություն, գոհ եմ, բայց մեկը իրանք էլ են հասկանալու, որ այդ ճիշտ չէ։ Ամեն դեպքում չեմ ընդունում, էլի դու մարզիչ ես, հասկանում ես, որ իրականում այդ մարդուն դու ոչ մի արդյունք էլ չես տվել, այդ մարդուն դու ուղղակի խաբել ես, վերցրել ես, բայց այդ մարդը քեզ վճարել է, քեզ վստահել է, դու էլ լավ գիտես, չէ՞, մարզվողը մարզիչին ինչ ձևով է վճարում, էլի։ Մեծ չի խաբել, ընդհանրապես չեմ ընդունում։ Ցավոք սրտի պետք է ասեմ, շատ նկատում եմ այնպես բաներ, այսօր չեմ ընդունում մարզիչներին, որոնք այդպես են աշխատում, թող փոխեն, դա ճիշտ չի, ուշ թե շուտ, չգիտեմ, այդ մարդը հասկանալու է, որ ոչ նիհարել է, ոչ նախ օրգանիզմի չես կարա խաբես։ Օրգանիզմը իդեալական մի հատ կառուցվածք է։ Դու եթե խաբեցի, դու ջուրը հանելով խաբում ես իրան, հետո ինքը ավելի շատ է հավաքելու, ավելի շատ է հետ բերելու։ Վահե ջան, շնորհակալ եմ քեզ շատ այս մեր զրույցի համար։ Ես շնորհակալ եմ։ Այս մի հատով չելնի, էլի ում էլ որ խոսացել եմ, ուզում եմ որ շարունակական լինի։ Սիրով Արման ջան։ Երբ կցանկանաս, մենք մի հատ էլ կհանդիպենք, մի քանի հատ էլ, ես ուզում եմ որ մեր ժողովուրդը մեր ճանաչեն, իմանան, լավ մարզիչներ ունենք, մենք շատ լավ։ Ես ամեն անգամ իհարկե Արման ջան, միշտ էլ ես ասել եմ։ Այդքան փոքր։ Ես մի հատ բան ասեմ, այսօր այդ քո ասացի որով մենք իրոք լավ մարզիչներ ունենք, այսօր ուղղակի գիտես ոնց այս վատ մարզիչների ֆոնին այս լավ մարզիչները արդեն ամաչում են իրանց ցույց տան։ Իրոք ես էդի շատ եմ։ Այո, ես ճանաչում եմ շատերին այտենց։ Լավ արդեն որ իրանք դուրս են գալիս խոսում են, այս լավ մարզիչները արդեն ոնց որ քաշվեն դուրս գան խոսան, բայց պետքա դուրս գան խոսացվել։ Այո։ Պետքա դուրս գալ խոսացվել, որ այդ չես պատկերացնում։ Հացը չորից մի քիչ հացը չորից գոնե Այն մինիմալը փորձենք պահենք մարդկանց իրաց վնաս չտան, էլի։ Որտեղ փոքր քաղաքում, մեր քաղաքում շատ են մարզիչները, այդ երևի մեր բանից է, էլի, որ մի գործը որ ասում է, ասենց սաղ փորձում են անեն։ Ու լավերն էլ են շատ, իհարկե, ու մոտ էլ որ այն չի, գոնե ձգտի, որ հասնի լավ արդյունքների։ Դեմ չեմ դրան։ Ասենք ստեղ, որ դրա աշխարհն է, կարող է այդքան չլի, ինչքան Երևանում է, հասկանում ես, շատ են մարզիչներ։ Որովհետև այդտեղ այդքան հեշտ չեն կարող մարզիչ դառնալ, Արման ջան, այդտենց հեշտ չեն կարող մարզիչ դառնալ։ Նույն ձևի էլ տես ես քեզ ասեմ, շատ ուրախանում եմ քո ստորիները, որ նայում եմ, քո պոստերը, որ նայում եմ, իրոք անկեղծ շատ ուրախանում եմ։ Հանրահայտ համաշխարհային մարզիչների, համաշխարհային ատլետների ես գնում հանդիպում, որ պետքա ասենք, հա, չգիտեմ պետք չի իրականում մենք մեզ թերագնահատենք, պետք է չի գերագնահատենք, այնց աստղերի ես հանդիպում, որ կարելի է իրանցից նույնիսկ իսկ այսօր սովորել, ես կոնկրետ ես որ նայում եմ քո հանդիպած աստղերին, գտնում եմ, որ ես մեծ սիրով կուզեի իրանց հանդիպեի, ինչ չէ խորհուրդ անեի, հետևում եմ նաև քո տված ռեզուլտատներին, անկեղծ ասած ուրախանում եմ, շատ ուժեղ ռեզուլտատներ ես տալիս, չգիտեմ, խորհուրդ կտամ, որ մարդիկ փորձեն օրինակ վերցնեն այդ Փորձեն օրինակ վերցնել։ Ես քեզ տես դու մեր հարցազրույցի սկզբում ասեցիր մենք իրար շատ չենք հասցրել, այ այդքան շփվենք, բայց ինչքան էլ որ շփվել ենք, նախ ես առաջինը միշտ ասել եմ, քո մարդկային տեսակն եմ, հա, գնահատել, հետո քո այդ մարզիչ տեսակը, որ միշտ մարդկանց չես խաբել, միշտ չես գնացել, ինչքան էլ որ կարայիր խաբեիր, էդ էլ գիտեմ։
փորձել ես մարդուն նայես, առաջինը որպես իրան գումարը վերցնես, 10 շաբաթվա 3 օրվա ծրագիրը չէ, տեսել եմ որ սրտանց ուզեցել ես 10 ռեզուլտատ։ Դրա համար իր արդյունքը ես ավելի շատ եմ ուրախանում, որ իր մոտ մի բան ստացվում։ Այ ապրես, այդ մոտեցումը կուզեմ որ լինի։ Ու ըստեղ էլ ում հետ որ հանդիպում եմ, չգիտեմ, Չարլզ Գլաս, բանը մի համեստ, մի ինքան ասում ես, սենց մարդ է ու սենց հանգիստ, որովհետև մենք ինքան ենք տեսել, որ իրանցից առանձնապես բան չեն ներկայացնում, բայց չես կարող հետը խոսաս։ Էդի արդեն մի հատ ցավոտ ուրիշ հարց է, որ կարանք Էդի մյուս հաղորդման ժամանակ դրա մասին մենակ խոսանք, էդի մի քիչ ավելի ցավոտ հարց է, Արման ջան, բայց ամենակարևորը հələ դրանք ասենք մի քիչ կարելի է հումորային վերաբերվել, որ խորհուրդս մեր բոլոր մարզիչներին, որ անկեղծ, եթե չեն հասկանում, թող չմոտենան, այս հարցին մարդկանց չվնասեն, էլի, որովհետև ինձ լավ գիտես, էլի, այնքան հեշտ է մարդուն վնասելը։ Մարզողի կողքը կանգնում ես դու որպես մարզիչ, ինքը կարող է այդ պահին իրան վնասի, էլ ես չեմ։ Ջիմը համարվում է վտանգավոր գոտի։ Վտանգավոր գոտի է համարվում։ Վահե ջան, մենք այն որ ասում ոնց որ մի դասարանից ենք ու տենց շատ կարելի է այդ ամեն մի սենց ճյուղավորվում է, էլի, ես միշտ ասում եմ, ամեն մի թեման սենց ժամից ավել կարելի է հանգիստ խոսալ։ Մենակ վտանգավոր գոտին արդեն մեծ թեմա է, ստերոիդը առանձին թեմա է, նիհարելը, լցվելը, սա ուժային պարապմունքը առանձին թեմաներ է։ Դրա համար ես անգամ ուզում քեզ ասեմ շնորհակալություն, որ Քեզ շնորհակալություն, Արման ջան, քեզ լավ դրես։ Վահե ջան, մնացածը ինձ թվում է մոտակա ժամերս օրերս էլի մի հատ կհանդիպենք։ Անպայման։ Նույնիսկ կարելի է կարաս դու մի հատ, չգիտեմ, հարցնես քո մարզվողներին, քո հետևորդներին, որ թեման է իրանց համար ավելի արդյունավետ։ Ինչ թեմա է կուզեն խոսան, հաջորդիվ խոսանք իրանց ցանկացած թեմայի հետ, իրանց տանջող, հա, խնդրի հետ, որ մարդկանց ավելի հետաքրքիր լինի։ Շնորհակալ եմ, շնորհակալություն եմ հայտնում նաև դիտողներին, կհանդիպենք, շնորհակալություն։ Հաջողություն ստեսուն, Արման ջան։ Всё, Վահե ջան, դե այդքանը մնացածը արդեն կապի մեջ այս 2-3 հաղորդում ունեմ նկարած